ապրեք։ Բայց ձեզ լեչ չեմ օրն է։ Չէ, իմ օրնանքին դեռ չեք արժանացել։ Ժողովուրդ, հարգելի գործընկերներ, հերթական անգամ փաստում եմ, որ այս դահլիճի գաղջ մթնոլորտը ձևավորվում է հենց ՔՊ-ի կողմից։ Այսինքն մեր ֆրակցիայի կողմից ոչ մի հարց, ոչ մի ելույթ չկար, քնավ, հելավ ուզում էի որ Տիգրան Ավինյանը ստեղ լիներ, հելավ սկսեց հիշել մեզ։ Երբ որ մենք բոյկոտի կոչ էինք անում, ստեղից կանգնած մեծաբերան հեգնում էիք, որ չի ստացվեց ձեր մոտ բոյկոտը։ Այսօր հոնգուր լաց եք լինում, որ մեր խոսքը տեղ է հասնում։ Այդ ձևի կմխկտակ։ Հիմի շարունակությունը գամ։ Այդ որ ասում եք ավտոբուսները փոխել ենք, այն հայգերները ո՞ր թվից է։ Այն բայն գազել սիթիները 130 հատ որ ունեք։ Երևանը ավելի շատ, ուրեմն չխանգարի, պարոն Բադալյան, ուրեմն շարունակեմ, երբ որ ասում ենք Երևանը 500 շարժակազմի պակաս ունի, ասում եք 2031 թվականին կունենանք, լուրջ եք ասում, բայց ձեզ նայեք էլի, Տիկին Քերոբյան, այդ որ ասում եք ժողովրդի խոսքն եմ փոխանցում, ես ժողովրդի խոսքից մատ ծափ տամ ձեզ ու շնորհավորեմ, ԿՊ-ականներին շնորհավորում էին ձեզ էլ պարոն Փամբուխյան, Իսակովյան լճի կապակցությամբ, այդ որ Իսակովի փողոցը փագեցիք, սարքում եք, մի հատ անձև եկավ, լիճ դառավ այդտեղ, այդ լճի բացման կապակցությամբ դե շնորհավորում են, կմտնեք իմ TikTok-ի էջը, լճերը կտեսնեք, բալավ այդ ճանապարհը որ սարքում եք, չեք գիտակցում, որ դա ջրա հեռացում պետք է լինի առաջինը։ Ճանապարհը չի սարքվել։ Ուրեմն գծանշումներն էլ արած է, այդ վիդեոներն էլ հրապարակած է։ Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանե փաճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի։ Հիմի շարունակեմ ժողովուրդ։ Այդ որ խոսում եք կարևոր հարցերից մենք քննարկենք, ժողովուրդ, այսօր կասկադի կառուցման հարցներ քննարկեցիք, իհարկե ոչ։ Բա բերեք քննարկենք առարկայական։ Եկեք նստեք առարկայական լսում էինք ձեզ։ Առարկայական ու լավ սկսեցիք չգիտեմ ինչից խոսել։ Այն մի հարցով որ կար 1.3 կամ 1.5 միլիարդ դրամ պետությունը հրատապ պատվիրված ծառայություն է մատուցում։ Ասում արեք վռած։ Լգուշակեք ինչ։ Մենակ 630-650 միլիոնը հատկացնում եք այն փողոցների ասֆալտապատմանը, որտեղ որ մայիսի 4-ին եվրոպացիներն են գալի։ Հիմա ես այդ եվրոպացիներին գնամ այրոպորտ ասեմ ձեր ջանին ղուրբան, եկեք մի հատ հաղթանակով, մասիվով, սենց ֆռացեք, մի հատ սենց ֆռացեք, որ այդ ճամփեքն է սարքեն։ Բալա նորմալ չէ, դի ժողովուրդ, հասկանում եք։ Պրոստը նորմալ չէ, աննորմալ է, երբ որ դուք որոշում եք, որ պետք է եվրոպացիների մոտ ցույց տաք, որ մեր ասֆալտը լավն է։ Այդ հարցը գաղտնի չզեկուցվող է։ Հəլավ ինչքան կարելի է ժողովուրդ։ Ասում եք ընդդիմադիրների մոտ ոչինչ չի ստացվում, հետո խոսում եք որ ընդդիմադիրների խոսքը ազդեցիկ է, ասում են եւ խելոք բոլորը լսում են։ Այդ ոնց է ստացվում, որտեվ հարգում ու սիրում են, խելոք չեն լսում այդ մարդիկ։ Եկեք փողոց դուրս գանք, տեսեք ինձ ոնց են ընդունում ու ձեզ ոնց են ընդունում։ Ուրեմն եկեք մի օր միասին դուրս գանք։ Ուրեմն հենց հիմա, մի րոպե, հենց հիմա ասում եմ Վաղը չեն մյուս օրը ժամը 12-ին Մալացիայի Անդրանիկի արձանի մոտ սպասում եմ։ Ուրեմն ես ֆիքսեցի, ասել եք մարտահրավերը ընդունված է, ովերը չի եկել։ Всё, ժամը 12-ին սպասելու եմ։ Եկեք դուրս գանք տեսնենք, իմ գնահատականն է ձերն է։ Ասի վաղը չեն մյուս օրը ժամը 12-ին Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ։ Հիմի շարունակում եմ։ Էլի են աղջիկը խոսած, Տիկին ջան, մի խոսացեք, էլի խնդրում եմ, էլի։ Խնդրում եմ, էլի մի խոսացեք, էլի, եղավ, հիմի շարունակում եմ ես, ցավոտ է իրականության ժամանակը մոտենում է ավարտին։ Ուրեմն ես ավարտեմ վերջում, ասեմ, այն թալանչու վատ կառավարողի պիտակը ստվերի պես ձեզ հետևելու է։ Ուր գնաք նայելու եք ու վեր եք թռնելու դուք այդ դրանից, որտեվ դա ձեր ստվերն է։ Իսակովի պողոտան վառ օրինակ, որ սարքել եք ինչ վիճակի մեջ է, էս եք դուք։ Նեղանակ, չնեղանակ հենց այդ է։ Դրա համար մեր ասած խոսքը տեղ ասում, դրա համար ժողովուրդը մեզ սիրում է։ Սիրելի երևանցիներ,